Թիվ 35 ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում պատգամավորի մանդատի համար մրցակցում են Հանրապետական Արման Սահակյանն ու Հայ ազգային կոնգրեսից Մուրադ Գրիգորյանը։ Գյումրիում ընտրություններն անցնում են բավականին լարված մթնոլորտում, քաղաքում նկատելի ավելացել են երևանյան պետհամահարնիչներով ջիպ մեքենաները, տեղամասերի մոտ մարդկային կուտակումներ կային նաև մեքենաների, հատկապես այսպես ասած կտրված ու աչքի չընկնող թաղամասերում տեղակայված տեղամասերի մոտ։ Այդպիսի մի քանի տեղամասեր այցելեցի։ Արցախ թաղամասում տեղակայված Ծիածան մանկապարտեզի մոտ դեռ հեռվից նկատելի էր մեքենաների կուտակումներ։ Տեղամասի մոտ խմբվածները հեռախոսներով անուն ազգանուններ էին հստակեցնում, թե ում են բերելու ընտրության։ Այդ ամենը հաջողվեց նաև տեսագրել ու ձայնագրել։ Լսենք։ Երբ նկատեցին, որ ձայնագրում ու նկարահանում եմ, այսպես ասած, մարդ բերողներից մեկը խիստ վրդովեց ու սպառնաց, թե կջարդի տեսախցիկը։ Հետո երբ տեսա, որ շարունակում եմ նկարահանել, փախավ ու կայանված մեքենաներից մեկի հետևում թաքնվեց։ Հենց այդ տեղամասի մոտ կայանված էր նաև ջիպ Մակնիշի երևանյան պետհամահարնիչով մի մեքենա, որն ուշադրությունս գրավեց, քանի որ մեքենայի վրա գրված էր հարկադիր կատարման ծառայության օպերատիվ բաժին։ Սա էլ մեքենայի տիրոջ դուրը չեկավ։ Ուրիշան մեքենան միք նկարում։ Մեքենա հետ նկարում։ Օպերատիվ բաժինն է հետաքրքիր։ Բայց եկել են ինչի համար եք նկարում։ Ինչ գործ ունի այս ծառայողական մեքենա այստեղ։ Եկել եմ իմ տունը տիրամուտ չունեմ գա։ Տեսնում եմ 65-ով համարներ Երևանից։ Այո, 60, ես էլ հենականցի եմ։ Ներս մտնենք տեղամաս։ Տեղամասում ամեն ինչ հանգիստ էր, ոչ մի ընտրող չկար։ Առհասարակ ընտրական տեղամասերում կարելի էր ասել ընտրողի էին սպասում։ Որոշ ժամանակով տեղամասերում ընտրողների բացակայությունը շատ արագ լրացվում էր։ Խմբով բերում էին քվեարկության։ Դա նկատել էին նաև Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Մուրադ Գրիգորյանի վստահված անձինք։ Ներսում ամեն ինչ օրենքի սահմաններում է, բայց ընտրատեղամասից դուրս հարակից տարածքում աժոտաժ է նկատվում, ինչ որ անծանոթ մեքենաներ են գալիս գնում։ Նկատեցի այդ երևանյան համարով ջիպի միջից երկու հոգի մարդիչան եկան քվեարկեցին գնացին եւ մի 2-3 նմանատիպ մեքենաներ խառնել լենական Երևան պես մեքենաներից մարդկանց դասվում էր բերում են ընտրության։ Երևում է, որ մի հոգի բերում է կամ տատի պապիկներին է բերում։ 12-ից արդեն սկսվել է խմբերով գալը։ Գյումրիից բացի թիվ 35 ընտրատարածքը նաև գյուղական 16 համայնք է ընդգրկում, այցելեցի Ախուրյան, որտեղ 5 տեղամաս է գործում։ Այստեղ էլ այսպես ասած մարդ տանել բերելու պրոցեսի ականատես եղա։ Թիվ 1 դպրոցում տեղակայված տեղամասի հենց մուտքի մոտ կանգնած էին մոտ 1 տասնյակ երիտասարդներ, ովքեր հեռախոսներով համակարգում էին ընտրող տանել բերելու գործընթացը։ Այստեղ էլ ինձ հաջողվեց ձայնագրել խոսակցությունը։ Դե ցավը տանում, դավայ կազմակերպենք տերեցոց առար եկար, կամ զանգի թող հասելի ներկան կարնիկ կանք, դավայ մերում լեսի։ Երբ ընտրական տեղամաս մտա ու հանձնաժողովի նախագահ Լիպարիտ Տիգրանյանին հարցրի, թե ինչու են երիտասարդները խմբված կանգնած տեղամասի մոտ, նաև մեքենաներով, վերջինս թե Ինչ կուտակում։ մարդ կան, Չկա մարդ, չկա բան չեք դու։ մեքենաների Որտե՞ղ չեք մարդ չտեսնես մարդ 4 հոգի, 2 հոգի մարդ չէ։ 2 հոգի չէ։ Չէ։ Չի կարելի։ Չեք փորձում իմանալ ինչու են տեղամասի մոտ։ Հիմա կփորձեմ։ Երկուսը որակ չեն կազմում, ոչ էլ ինչ որ իրանք կանգնած որևէ մեկի մոդելն է, ոչ Մեքենաներով կանգնած են։ Դե մեքենաները իրանք մեքենայի տերերը չեն։ Դրսում հավաքվածներին էլ հարցրի, թե ինչ են անում ընտրատեղամասի մոտ։ Վերջինները շուռ էին գալիս ու հեռանում, կամ ձևացնում, թե ընտրողներին են օգնում ցուցակներում իրենց անունները գտնեն։ 04 Ազգային ժողովի լրացուցիչ այս ընտրություններում էլ կարելի ասել նույն մեխանիզմներ գործում, ինչ նախորդներում։ Ամեն ինչ կատարվում էր դրսում, տեղամասերում գրեթե ոչ մի խախտում։ Թեպետ մի տարբերություն այնուամենայնիվ կար։ Ընտրողների մասնակցության բավականին ցածր ցուցանիշ է գրանցվում։